Infocom-ը գրում էր, որ ինչպես ասում են, դուք մեզ մենք ձեզ մաքսատուրքից ազատված գործարանների նվիրատվությունները ԿՊ-ի եւ Իմքայլ հիմնադրամին։ Այսինքն մոտավորապես 200 ընկերություն արտոնություններ է ստացել մաքսատուրքից ազատման։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը երկու խոշոր գործարան շրջանակների տրվել է ընդհանուր արտոնությունների 35.4%-ը։ Համեցեք խոսքը իհարկե 2022-25 թվականներին ստացած արտոնությունների քանակով եւ գումարային չափով առաջատարներն են Սամվել Ալեքսանյանի եւ Կարեն Միքայել Վարդանյան եղբայրներին պատկանող բիզնեսները։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Տեսեք, ընդհանուր առմամբ Աննա Հակոբյանի ֆոնդի մասին խոսելիս պետք է հիշել մեկ բան։ Եթե Google-ում մանգակ ինձ թվում է կգտնենք իր հարցազրույցը, որում նա ասաց, որ Իմքայլի հիմնադրամը լինելու է Հայաստանում առաջինը, որը 100%-անոց հաշվետվականություն է ներկայացնելու հանրությանը, ընդ որում շատ լավ հիշում եմ, ասաց, որ մենք կիրառելու ենք բլոկչեյն համակարգը, որի շնորհիվ ցանկացած պահի, ցանկացած մարդ կկարողանա հետևել քայլ առ քայլ ցանկացած ծրագրի։ Հիմա օգտվելով առիթից մեր ժողովրդին, ինչպես նաև լրատվամիջոցներին, կոչով դիմում եմ, թող մտնեն այդ կայքը ուտենան։ Կարող են ցանկացած քայլի հետևել, կարող են հետևել թե ցանկացած ծրագրին ինչքան գումար է ծախսում, ոնց է ծախսում, ինչ է արվում։ Ես ասեմ ոչ։ Հերթական սուտն էր։ Հերթական սուտ է։ Այս իշխանությունը ընդ որում Մարիամ ջան ընդհանուր առմամբ ստի վրա է հիմնված։ Այսինքն եթե փորձում ես հասկանալ, լավ ինչ է որ սրանք արել են, հասկանում ես որ ինչ խոստացել են, լրիվ հակառակը արել են։ Չկա մի բան է, որ սրանք խոստացել են, արել են։ Նույնիսկ ասֆալտը, որի մասին իրենք այսօր խոսում են, ձանետ մաքրվեց գնաց այդ ասֆալտը։ Սա խայտարակություն է, ի վերջո այս Երևանի կենտրոնը նույնիսկ այն ինչ կատարվում է, սա քրեական հոդվածներով բազմաթիվ մարդիկ պետք է պատժվեն, թե պատվիրատուից սկսած եւ նաեւ իրականացնողը։ Չի կարող մի ձյունից հետո ամբողջ ասֆալտը քայքայվել, չի նում այդպես։ Սա մի բանի մասին է խոսում, որ ատկատներով եք աշխատել, որ անվորակ գործ եք ընդունել։ Եվ որ տեխնիկական հսկումը ամբողջ ընթացքում ոչ թե տեխնիկական հսկում է կատարել, այլ ուղղակի աչքեր է փակել։ Սա է նշանակում։ Վերադառնալով քո հարցին, ասեմ, որ դե հա, այս իշխանության համար նորմալ է, այսինքն իրանց իշխանության աշխատելու երևի մեխանիզմը հետևյալն է. դու մեզ, մենք քեզ։ Եթե կարճ ասենք, ապա այդպես է, էլի։ Դու մեզ փող ես տալի, մենք էլ քեզ հարկային արտոնություն ենք տալի։ Հասկանում ես, սա է, որ վերադառնալով ընդհանուր թեմաներին, մենք դու մեզ մուծվում ես, մենք էլ, հա, այսինքն բանը էլի, դու մեզ, հա, դու մեզ, մենք քեզ էլի, այդ ամբողջ բանը, այդ է իրանց